Արտաքին գործերի նախարարը Շվեյցարիայում մասնակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին եւ հանդես եկել ելույթով։ Մի շարք հարցերի թվում Արարատ Միրզոյանը խոսել է Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի կարևորության մասին, մեջբերում է։ Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ ոչ հեռավոր եւ ոչ վաղ անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Սա անշուշտ բարդ գործընթաց է, հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռ գտնվում են Բաքվում։ Արկա է անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման եւ բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն եւ միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։ Այնուամենայնիվ Հայաստանը մնում է հաստատակամորեն հանձնառու շարունակելու այս ուղին ապագային միտված հանգրվանին հասցնելու նպատակով այն գիտակցմամբ, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կձևավորի առավել նպաստավոր միջավայր հակամարտության հետևանքների հասցեագրման համար։ Նախարարը եզրափակելով ելույթը ընդգծել է, որ չնայած բազմակողմ ինստիտուտների վրա ահռելի ճնշմանը, մենք պետք է մնանք սկզբունքային լավատեսության կրողներ եւ հայտնենք խորին համոզմունք, որ մարդու իրավունքների համակարգը եւ միավորված ազգերի կազմակերպությունն ինքնին այս գործընթացից դուրս կգան նորացված կարողություններով, միտված իրենց գլոբալ մանդատի իրականացմանը։ Այլ թեմաներ հաղթանակ կամրջի տակ Հրազդան գետում հայտնաբերվել է նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը։ 3 ժամը 15-ի սահմաններում ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեր ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով հաղթանակի կամրջից։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, մինչև փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացին նետվել էր։ Փրկարարները քաղաքացու մարմինը դուրս են բերել Հրազդան գետից, դեպքի վայրում գտնվող հերթապահ հոգեբանը մի քանի քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ դեպք պարզվում է, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Աջափնյակում սպանության եւ սպանության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնեմ, փետրվարի 19-ին Աբելյան 9 հասցեում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 1 անձ հիվանդանոցում մահացել էր, բազմաթիվ քաղաքացիներ վիրավորվել։ Առողջապահական ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձը նվազել է։ Ազգային ժողովի մոտ բուժաշխատողները բողոքի ակցիա են անցկացրել։ Ակցիայի մասնակիցներն ասել են, որ համակարգի ներդրումից հետո առաջին աշխատավարձը ստացել են բավականին ուշ, այն էլ ցածր։ Նամակ են փոխանցել պահանջով, որ լսումներ իրականացվեն, բուժաշխատողները բարձրացնեն իրենց ուզող խնդիրները եւ համատեղ լուծումներ առաջարկվեն։ Ամենամեծ բացը համարում են այն, որ համակարգը ներդրվել է առանց պատշաճ իրազեկման եւ բուժաշխատողների եւ քաղաքացիների շրջանում։ Որոշներն անգամ հայտարարում են, որ ապահովագրական փաթեթների շրջանակում պացիենտներին ծառայություններ չեն մատուցում։ Ճիշտ ասած, ամենակարևորը, որ ես խոսել եմ բազմիցս, դա սակագների վերանայումն է, որովհետև երբ որ քեյսերը ինքնարժեքից ցածր են դրվում ապահովագրական փոխհատուցումները, ապա դրանք եւ սև շրջանառության պատճառ կարող են դառնալ եւ բժիշկների կողմից անհատական չցանկանալը ապահովագրական հիվանդին սպասարկելը, ինչպես նաև այդ սակագնից է ձևավորվում բուժաշխատողների աշխատավարձը, եւ մեկ օր ուրբաթ օրը Անահիտ Ավանեսյանը արդեն իսկ հավաքել է ամբողջ ղեկավար կազմին եւ հանձնարարել է իսկ տեղեկություններին, որ նորից ներկայացնեն սակագնային առաջարկներ։ Այն հիմա շատ կարևոր փուլ է եւ դրա համար ենք մենք այսօր այստեղ խնդրում, որպեսզի լսեն մասնագիտական հանրույթին, նստեն մեկ սեղանի շուրջը, ճիշտ հաշվարկներ կատարվի, ճիշտ գնագոյացման հաշվարկներ կատարվի, որպեսզի եւ հիվանդանոցները պարտավորված եւ շահագրգռված լինեն ապահովագրության շրջանակներում հիվանդներին բարձր որակով սպասարկմանը եւ նաեւ բուժաշխատողները դրանից ստանան նորմալ արժանապատիվ աշխատավարձ։ Շատ լավ կողմեր ունի, եկեք անկեղծ լինենք, արդար խոսենք, լավ է, որովհետև մարդիկ լինում է անվճար վիրահատվում են, անվճար սպասարկում են, անվճար դեղորայք են վերցնում, իհարկե լավ բաներ ունի, լավ կողմեր ունի, բայց ելի եմ նշում, որ սկզբնաղբյուրը բժիշկներն են, որ իրականացնում են այս հզոր գաղափարը, դրա համար ցանկալի է եւ որ մեր ձայնը լսելի լինի, վերանայվի բժիշկների պայմանները։ Մենք ուզում ենք, որ ապահովագրական համակարգը գործի, բայց արդյունավետ գործի, ոտնահարվեն բուժաշխատողների շահերը, որովհետև այդ բուժաշխատողները իրանք էլ ունեն
չգիտեմ, վարկեր, հիպոթեկներ եւ այլն եւ մեծ տոկոսայնությամբ աշխատավարձի նվազեցումը չեմ կարծում, որ դա բուժաշխատողի շահերից է բխում։ Հիմա մենք եկել ենք մեր նամակները հանձնենք բոլոր խմբակցություններին եւ ազգային ժողովի նախագահին, որպեսզի իրականացնեն խորհրդարանական լսումներ։ Մեր պահանջը դա է, որպեսզի փոխեն վճարման կարգը, նվազագույն շեմը փոփոխեն, բուժաշխատողի վարձատրման մեխանիզմը վերահաշվարկեն եւ թող աշխատի ապահովագրական համակարգը։ Դա իրոք հարց է լուծելու մեր երկրի բնակիչների համար եւ ուղղակի այդ հարցը պետքա լուծվի պետության կողմից, ոչ թե բուժաշխատողների հաշվին։ Պետք չի մի, այսպես ասած, շերտը բնակչության տուժի մյուս շերտի խաթր։ Մենք խոսում ենք սոցիալական արդարությունից, բայց բուժաշխատողների նկատմամբ սոցիալական արդարություն ոնց որ թե չի կիրառվում։ Ես ապահովագրական փաթեթներով պացիենտներին չեմ սպասարկում եւ տեղեկացրել եմ դրա մասին համ տնօրինությանը, համ այսպես իմ բաժանմունքի ղեկավարին։ Ես վճարովի ծառայություն եմ իրականացնում, եթե պացիենտը ցանկանում է, որ ես վիրահատեմ, ես բուժեմ, ապա պետք է վճարում կատարի, որովհետեւ ես անձամբ չեմ իրականացնում դա։ Բժիշկները կարող են հրաժարվել։ Այո, բժիշկները կարող են իրենց համար որոշել, որ չեն ուզում դա անեն։ Շարունակենք, Բալթյան երկրները շուտով կվերաբացվեն Հայաստանի համար։ Էե Բալթիկը մայիսին մատչելի չվերթներ կիրականացնի Երևանից Ռիգա եւ հակառակ ուղղությամբ։ Լրագրողների հետ հանդիպմանը զբոսաշրջության կոմիտեի նախագահն է ասել։ Լուսինե Գևորգյանը նաեւ հայտնել է, որ հունիսից կգործարկվեն նաեւ Երևան-Լոնդոն Երևան ուղիղ չվերթները։ Գևորգյանը նաեւ տեղեկացրել է, որ շուտով Turkish Airlines ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևանից դեպի Լոս Անջելես եւ հակառակ ուղղությամբ։ Շուտով, ինչպես մեր մայրիկները եւ տատիկներն էին ասում, Պրիբալտիկան նորից բացվում է Հայաստանի համար եւ ես շատ ուրախ եմ դրա այդ առիթով, որովհետեւ Ռիգան ինքը հանդիսանում է նաեւ զբոսաշրջային եւ ավիահաբ տարբեր եվրոպական երկրներ եւ հենց իրենց համար եւ այդ տարածաշրջանը շատ քիչ են գալիս Հայաստան, իսկ ուղիղ չվերթը եւ մաչելի գնով չվերթը կբերի նրան, որ մեր զբաղության երկրների զբոսաշրջիկներ կսկսեն ավելի շատ այցելել Հայաստան, ինչպես նաև հիմա բանակցվում է Չինաստանի հետ նոր ուղիղ ավիափոխադրումը, իմիջիայլոց Տիկին Խաչատրյանի չնայած չհարցրեց այս ուղղությունը, բայց հավելեմ, որ նախորդ տարի Չինաստանից եկող զբոսաշրջիկների թիվն է կտրուկ աճել, 2024-ի 33,000-ի փոխարեն մենք ունենք 2025-ին 45,000, 12,000 աճ է, իսկ սա հաշվի առնելով, որ մենք ունենք Միջվերդ, Ուրումչի, որը ինդուստրիալ քաղաք է, բայց նկատվում է նաև ցամաքային անցակետերով, օրինակ Վրաստանից դեպի Հայաստան եկող չինացիների մուտքը, եւ եթե մենք ունենանք ուղիղ չվերթ Երևանից դեպի Չինաստանի այլ քաղաքներ նաև, մենք կարող ենք ասել, որ Վրաստանի հետ համատեղ կարող ենք տարածաշրջանային նոր տուրեր անել, ինչը Վրաստանը հաջողությամբ անում է Ադրբեջանի հետ, եւ մենք այստեղ տուժել ենք մինչեւ հիմա, բայց կկարողանանք նաեւ այս ոլորտում ցամաքային անցակետերով դեպի Հայաստան ներգրավել այն զբոսաշրջիկներին, օրինակ չինացիներին, ճապոնացիներին, որոնք տարածաշրջան հասնելու համար 8-9 ժամ թռնում են եւ սիրում են, երբ որ հասնում են տարածաշրջան, բացահայտել ամբողջ տարածաշրջանը։ Սա եւս մեկ ուրախալի նորություն է մեզ համար։ Եվ նաև միշտ ինձ հարցնում են Երևան Լոս Անջելես ուղիղ չվերթի մասով, նշեմ, որ շուտով Turkish Airlines-ն է գալիս Հայաստան, նրանք իրականացնում են այդպիսի չվերթ եւ ունեն այդ ներուժը, որպեսզի թռնեն Հայաստանից, դեռ չեմ կարող ասել իրենք ինչպես կվարվեն, բայց իրենց ներուժը շատ մեծ է եւ ինքնաթիռները եւ նրանք աշխարհում երրորդ հզորագույն ավիաընկերություններից մեկն են, որը կարող է հնարավորություն ստեղծել նաեւ Երևան Լոս Անջելես ուղիղ չվերթի համար, ինչ է սա քննարկվում, որովհետեւ մենք ունենք տարածաշրջանում հարևան Իրան, որը կարող է ապահովել նաեւ այդ թռիչքներում բոլոր տոմսերի օրինակ 50 կամ 40% դեպի Լոս Անջելես, որտեղ իրանցիները նույնպես ունեն մեծ
Սփյուռք Միացյալ Նահանգներում եւ սա մեր նոր եւ բանակցվող ուղղություններից մեկն է, որի մասին իհարկե չեմ կարող ասել թե մոտակա երբ կլինի, բայց նաեւ մեր ուշադրության կենտրոնում է գտնվում Երևան-Լոս Անջելես չվերթի մասին անդադար տարբեր ավիաընկերությունների հետ բանակցությունները։ Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց, որոնք կարող են եւ ուզում են ընթանալ կրթության ճանապարհով։ Վարչապետն է հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրամիության Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի հիմնարկեքի արարողությանը։ Այսօր հենց 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է։ Լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարող են եւ ուզում են ընթանալ կրթության ճանապարհով։ Ընդ որում անկախ տարիքից եւ ընդհակառակը լավ կյանքը անհասանելի է ցանկացած մարդու համար, ով լավ կյանք տանող ճանապարհ որպես չի որդեգրում կրթությունը։ Եվ հետեւաբար այն ինչ որ այսօր խոսվում է եւ ընդհանրապես կրթության ոլորտում ինչ որ մենք խոսում ենք լավ կյանքի մասին եւ լավ կյանքը հասանելի դարձնելու մասին եւ ես ուրախ եմ որ մենք ունենք մի շատ կարեւոր նախագիծ եւ ուրախ եմ որ այս նախագծերը այսպիսի նախագծերը Հայաստանում այլևս եզակի չեն սա այդ թվում Թումոյի բայց ոչ միայն Թումոյի ձեռքբերումն է այսպիսի նախագծերը եզակի չեն եւ մենք ամեն անգամ փորձում ենք այսպիսի նախագծերով ավելի շատ մարդու համար հնարավորություն ստեղծել, ճանապարհ բացել դեպի լավ կյանք եւ այս նախագիծը, որը ինչքան հասկացա մենք պայմանավորում ենք, որ կոչվում է Gorgeous, այս նախագիծը լավ եւ գեղեցիկ կյանքի մասին է եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կառուցում են այս ճանապարհը եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնելու այս ճանապարհին։ Ժնևում արտգործնախարարը մասնակցել է զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին։ Ելույթում Արարատ Միրզոյանն ասել է, որ 2026-ը վճռորոշ նշանակություն է ունենալու, քանի որ պետությունները կհամախմբվեն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի շրջանակում։ Հայաստանը վերահաստատում է անսասան հանձնառությունը պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ ընդգծում դրա 3 հիմնասյուների չտարածման, զինաթափման եւ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հավասարակշռված ու լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ Նախարարն անդրադարձել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին, նշել, որ Հարավային Կովկասում բացվել է խաղաղության, բարգավաճման եւ տարածաշրջանային համագործակցության նոր էջ։ Այս պայմաններն իրական հնարավորություն են ընձեռում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զարգացնելու կապակցվածությունը, առևտուրն ու վստահության ամրապնդման միջոցները, որոնք կարող են էական դեր ունենալ խաղաղության ամրապնդման, փոխվստահության խորացման եւ տարածաշրջանային համագործակցության խթանման գործում, ասել է Միրզոյանը։ Հայաստանն առանձնահատուկ շեշտադրում է կատարում սովորական սպառազինությունների միջազգային փոխանցումների հարցում պետությունների պատասխանատվության վրա։ Զենքը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ կա ռիսկ, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի կամ մարդու իրավունքների միջազգային իրավունքների խախտումներ իրականացնելու կամ դրանց նպաստելու համար, կամ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ վնաս հասցնելու համար։ Հայաստանն ընդգծում է սպառազինությունների փոխանցման վերաբերյալ որոշումներում մանրակրկիտ փաստահեն ռիսկերի գնահատման կարևորությունը, նպատակ ունենալով ապահովել, որ զենքը չնպաստի անկայունության խորացմանը կամ պետական վերահսկողությունից դուրս գտնվող բռնության հրահրմանը, ասել է արտգործնախարարը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակում արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ։ Մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերների եւ փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման հարցում Հայաստանի մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ամրապնդմանը, վստահության մթնոլորտ
տրանսպորտի խթանման ուղղված քայլերին, նաև հակամարտությունից տուժած բնակչության խնդիրների եւ հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը։ Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում մարդու իրավունքների թեմատիկայի հատկացվող նշանակությանը։ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակում արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմյանն էլ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ։ Հանդիպումը կայացել է որպես շարունակություն քաղաքական բարձր մակարդակի շփումների։ Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդման ուղղված հնարավոր միջոցները։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Թեհրանում է։ Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի ունեցել նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են երկու երկրների պետական օրհներքերը։ Սուրեն Պապիկյանն ու Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետո քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան գործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Շարունակենք, Ադրբեջանը 4500 տոննա դիզվառելիք կմատակարարի Հայաստանին, հայտում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տեղեկությունների համաձայն վառելիքի նշված ծավալն Ադրբեջանից կառաքվի այսօր երկաթուղային տրանսպորտով։ Հիշեցնեմ, Ադրբեջանից դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարումները սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերից։ Ադրբեջանական բենզինը հենց 430 դրամով գալիս է, շատ արագ սպառվում է, երբ ադրբեջանական բենզինը վերջանում է, մյուս բենզինը թանկանում է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարարը, պատասխանելով հարցին, թե ինչու է բենզինի գինը տատանվում։ Գևորգ Պապոյանն ասել է, որ մինչև բենզինի ներկրումը Հայաստան ռեգուլյար բենզինը Հայաստանում վաճառվում էր 500-ից 520 դրամով։ Եթե հիմա 445 դրամ է, տարբերությունը 75 դրամ է։ Հետևաբար ամեն մի լիտրում քաղաքացին 75 դրամ է խնայում, ամեն 10 լիտրում 750 դրամ։ Պապոյանը նաև հիշեցրել է, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը բենզինից բացի նաև այլ ապրանքների ցանկերով են փոխանակվել, որոնք կարող են ներկրել երկու երկրները, բայց այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ Ադրբեջանական բենզինը հենց գալիս է 430-ով, շատ արագ սպառվում է։ Ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում։ Սաղ ժողովուրդը, մեր ժողովուրդը արագ գնում է, առնում է։ Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բնականաբար այն մյուս բենզինը նորից թանկանում է։ Դրա հետևությունը որն է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ միշտ շատ լինի էժան գնով բենզին մեր ժողովրդի համար։ Հիմա 445 է, 430 չէ։ Շատ լավ, դե նորից եմ ասում, պետք է շատ լինի, որովհետև չկա քանակը։ Հա, այսինքն ինչքան շատ բերեն, այնքան գները կիջնի ներքև։ Դրա համար, որովհետև մեր ժողովրդի մոտ դեռ դա շատ տրամաբանական է, մարդիկ ինչի պետք է օրինակ 500 կամ 500, մինչև այդ ապրանքի մուտքը Հայաստան, ես ռեգուլյար բենզին տեսել եմ 500-520 դրամով։ Հիմա եթե անգամ դեր ասած գինը, դրանք օրինակ 440 կներեք, հա, հիմա տարբերությունը, եթե 445-ը եւ եղել է օրինակ 500 դրամ, տարբերությունը եղավ 55 դրամ, 520 էլ է եղել, եղավ 75 դրամ։ Կներեք, ամեն միլիտրը 75 դրամ, 10 լիտրը եղավ 750 դրամ, ամեն 10 լիտրի մեջ 750 դրամ, եթե մարդը խնայում է։ Կամ ավելի շատ, որովհետև շատ երբ որ մեծ քանակով է գալիս, այդ օրերին էլ ավելի է էժանում։ Այդ մարդու գրպանը այդ փողը կծակի, այդ փողը ընդհակառակը այն ժամանակ մեր երկրից դուրս էր գնում։ Հիմա մնում է մեր երկրի ներսում, որովհետև մեր քաղաքացին, որ գնում է, ասում է, ինձ 10 լիտր բենզին լցրեք։ Եվ օրինակ 800 դրամ խնայում է, դա նշանակում է 800 դրամ գումար քիչ է իր գրպանից գնում եւ
իհարկե հարկերը բանը որ հանենք, կարող է պարզվի, ասենք մի քանի 100 դրամ էլ քիչ փող մեր երկրից դուրս է գալիս։ Իսկ մենք ինչ ենք տանելու Ադրբեջանը, այսում եք այդպիսի քննարկումներ կան, չէ՞։ Քննարկումներ կան, հիմա տեսեք Ադրբեջանը բազմաթիվ ապրանքների ցանկ մեզ ատվել, որ ինքը կարող է Հայաստան արտահանի, մենք էլ իրենց, բայց դեռևս, այսպես ասած, չկան այնպիսի մրցակցային լրջագույն առավելություններ, իհարկե նաև հասկանալի է տարբեր տեսակի մշակույթ, հոգեբանական եւ այլն, պրոցես է, որը լինելու է, առևտուր լինելու է, ես ուղղակի վստահ եմ, որ $100 միլիոն դոլարների այնտեղ պոտենցիալ կա երկկողմ առևտրի, բայց դա ժամանակ է պահանջում, այսինքն տարածելն է, որ նոր խմբականակ է գալիս։ Դուք ինչ գիտեք այդ մասին։ Այդ գործը, գիտեք, այսպես ասեմ, ինքը արդեն թողել ենք բիզնեսին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, ընտանիքը հայտարարել է, որ այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճիռի հետ եւ չի նշանակում հրաժարում պաշտպանությունից, մեջբերում է։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։ Լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Նիստերն անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին թույլ չի տրվել ներկա լինել։ Միջնորդություններն անտեսվել են։ Դատավճիռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել։ Սույն հայտարարության հրապարակման պահին ընտանիքին տրամադրված չի եղել դատավճիռի պաշտոնական գրավոր տեքստը պատշաճ թարգմանությամբ, ինչն ընթացակարգային եւս մեկ կոպիտ խախտում է ու թույլ չի տալիս նույնիսկ ֆորմալ առումով հասկանալ 20 տարվա ազատազրկման հիմքերը։ Բողոքարկումն իմաստ ունի այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն, սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ եւ առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող եւս մեկ գործիքի։ Բողոքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում ֆարսին մասնակցելուց։ Մենք կշարունակենք պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների եւ միջազգային այլ ատյանների միջոցով, մեջբերման ավարտ։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան, վարչապետն է հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, նշելով, որ համեմատաբար ցածր կենսաթոշակը կբարձրանա 10,000 դրամով, բարձր կենսաթոշակներն ավելի քիչ։ Հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն թոշակները փաստացի կբարձրանան իր նշած սանդղակից ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանել է, թե ինչու է որոշումը հիմա կայացվել։ Դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում ավելի բարձր կանխատեսվածից նաև միջազգային կազմակերպությունների կողմից, եւ սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում եւ Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում։ Երկրորդ հանգամանքը, որը պակաս կարևոր չէ, հետեւյալն է, դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգը համընդհանուր եւ ճիշտն ասած բավականին մեծ լարվածություն կար, որովհետեւ անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում եւ բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար եւ հունվարի եւ փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը այնուամենայնիվ ճիշտ է եղել։ Բայց ուզում եմ ընդգծել նաեւ, որ այս որոշումը մենք կայացնում ենք առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ, նաեւ այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր որևէ բան գնելիս, ձեռք բերելիս չեն մոռանում ՀԴՄ կտրոն պահանջել եւ վերցնել եւ իհարկե այն տնտեսվարողների շնորհիվ, ովքեր անկախ նրանից թե գնորդը պահանջում է, իրենք ՀԴՄ կտրոն բաց են թողում եւ հատկացնում են ինչպես նախատեսված է օրենքով։ Սա շատ կարեւոր տրամաբանական շղթա է, աշխատանք, վճարված հարկեր, կենսաթոշակներ։ Ուզում եմ նաեւ ընդգծել, որ կարծում եմ հենց իրենք թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում, այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում կրճատվի
եւ շատ կարեւոր է իսկապես որևէ բան ձեռք բերելիս չմոռանալ նրանք ովքեր վաճառում են հսկիչ դրամային կտրոն թողարկել, նրանք ովքեր գնում են վերցնել, ստանալ, իսկ դուրս չգրել դեպքում պահանջել հսկիչ դրամարկային կտրոն, իսկ ընդհանրապես տնտեսվարողների համար, աշխատող արդյունք ստեղծող մարդկանց համար շատ կարևոր է վճարել հարկերը, որովհետև հարկերը վճարելով իրենք առաջին հերթին ներդրում են անում իրենց բարեկեցության մեջ եւ երկրորդը, որը ամենևին պակաս կարևոր չէ, ուժեղացնում են իրենց պետությունը, իրենց պետության անկախությունը, ինքնիշխանությունը եւ իհարկե հետագա զարգացումը ապահովելու հնարավորությունը։ Եվ այսպիսով ապրիլի 1-ից թոշակները կավելանան, ավելի մանրամասն հաշվարկները ավելի ուշ կներկայացնենք, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, իսկ ավելի բարձրերը ավելի քիչ եւ ես կարծում եմ, որ այսպիսով շատ կարեւոր է արձանագրել, որ մենք լիարժեքորեն կկատարենք եւ կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու եւ միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որը մենք պիտի կատարեինք մինչև 2026 թվականի հունիսը եւ մենք այսպիսով այդ հանձնառությունը կատարում ենք աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է Վիոլիա ջուրը, այսինքն այդ հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ամեն օր ժամը 7-ից մինչև 24-ը։ Սահմանափակումները կվերաբերվեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների մի շարք հասցեներին։ Հունվարի 1-ից մայիսի 1-ը եւ սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը ջրամատակարարումը կգործի շուրջօրյա։ Ընկերությունը պարզաբանել է, որ ժամանակացույցը տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության, ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից եւ կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից։ Նպատակն է նաեւ կանխել գիշերային ժամերին ջրի կորուստը։ Իդեպ գրաֆիկը հասանելի է ընկերության կայքում։ Եվ այսպես Հայաստանն ու Լեհաստանը ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարություններ են արել։ Հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում, ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը, գիտենք, որ երկու երկրներս էլ, ինչպես նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին։
եւ որպիսի կայուն անվտանգություն ապահովենք մեր երկրներին, մեր ժողովուրդներին։ Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու այն տեսլականը, քաղաքական այդ իրականությունը ձևակերպելու ճանապարհին եւ սա մի երևույթ է, որը այսօրվա բարդ պայմաններում եւ ռուսական ագրեսիայի Ուկրաինայի վրա ագրեսիայի պայմաններում շատ հազվադեպ երևույթ է եւ դու պետք է օրինակ հանդիսանաս հենց այդ քաղաքական ուղղուվարման համար նաեւ պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը դա առաջնահերթ կետ է եւ որքան վտանգավոր է այդ ուղին բռնելու համար տարատեսակ գործողություններ իրականացնելու, թեև այն դա բարդ ճանապարհ է եւ պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է եւ գնահատվում է իմ կողմից։ Ինձ համար շատ կարևոր էր եւ մեր պատվիրակության համար լսել ձեր գնահատականները, մասնավորապես նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին եւ այն քաջալերող խոսքերը, որ դուք ասացիք, իսկապես նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական եւ Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է։ Ես չեմ թաքցնի եւ դուք դա գիտեք, իհարկե ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են։ Իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենք իրենց հետ բերում են կասկածներ, իրենք իրենց հետ բերում են մեղադրանքներ եւ մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել եւ պաշտպանել սեփական անվտանգությունը, եւ ես կարծում եմ, որ Լեհաստանը այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ եւ իհարկե ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։ Վարչապետն այցելել է միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղությանը, ընդգծել, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Խաղաղության գործընթացն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության շրջանակի մասին համատեղ հռչակագրի ստորագրմամբ։ Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ ձեռքբերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին, խոսել ռազմավարական ներդրումային ծրագրի, Թրամփի ուղու, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման մասին։ 2025 թվականը առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան մահացության դեպքեր, զոհեր սահմանային շրջաններում հայկական եւ ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով, եւ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում, եւ ես կասեի հետեւյալը. խաղաղությունը հիմա հետազոտվում է, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր երկու պետությունները փորձում են հասկանալ, ուսումնասիրել, քանի որ գիտեք, խաղաղությունը մեզ համար անսովոր, անծանոթ բան է։ Կարող եք պատկերացնել անկախացման սկզբից ի վեր, մեր անկախացման սկզբի օրերից սկսած
մենք չենք ունեցել խաղաղություն եւ հիմա մենք փորձում ենք հասկանալ թե ինչպիսին է այն եւ այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն եւ շատ կարեւոր է նշել, որ հիմա մենք անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ, քանի որ ներկայումս մենք ներմուծում ենք որոշակի նավթամթերք Ադրբեջանից եւ հիմա երկաթուղին Ադրբեջանի տարածքով անցնող բաց է իմիջայլոց առաջին անգամն է 90-ականների սկզբից ի վեր, որ գնացքը հասնում է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Դա նախորդ հոկտեմբերին եղավ, նախորդ տարվա հոկտեմբերին, եւ այդ պահից մինչ օրս գնացքներ են գալիս Ղազախստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից եւ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է, կարող ենք ասել։ Ինչ խնդիրներ դեռ մնում են, որոշ մարդասիրական խնդիրներ եւ այլն, քաղաքական, տնտեսական եւ այլն, բայց մենք համոզված ենք, որ մենք հաջողության կհասնենք եւ կլուծենք եւ արդյունքի կհասնենք եւ կլուծենք այդ խնդիրները։ Իսկ ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, հարցերի շրջանակը լայն էր, ռուսական ռազմաբազայի ներկայությունից խորհրդարանական ընտրություններ, ինչպես է հաղթահարվելու ընտրություններին օտարերկրյա հնարավոր միջամտությունը, քանի որ կան աճող մտահոգություններ, այս մասին հարցրել են Նիկոլ Փաշինյանին։ Մեր ժողովուրդը հնարավորություններ կունենա ժողովրդավար ճանապարհով որոշելու մեր երկրի ապագան։ Իհարկե, բազմաթիվ ռիսկեր կան։ Ես գիտեմ, որ ասեկոսներ կան, պնդումներ եւ այլն, որոշակի գործելակերպեր, կահառելի ապատեղեկատվություն, որին մենք հիմա բախվում ենք, բայց մյուս կողմից ինչպես վարվել։ Ինձ համար մնում է մի բան, անմիջական երկխոսության մեջ լինել մեր ժողովրդի, մեր հասարակության հետ, հնարավորինս թափանցիկ լինել, հնարավորինս ազնիվ, անկեղծ լինել, անմիջական խոսել, ցանկացած քաղաքական գործչի համար դա շատ կարևոր է, երևի ամենակարևոր բանն է հնարավորինս համոզիչ լինել։ Եթե հաջողության հասնենք, իսկ ես համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք։ Շարունակենք, Ադրբեջանի նախագահը չի մասնակցի Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Բաքվի մասնակցությունը որևէ մակարդակով չի սպասվում։ Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, նշելով, որ Իլհամ Ալիևի մայիս ամսվա խիտ գրաֆիկը եւ ժամանակացույցով նախատեսված աշխատանքը նման այց չեն նախատեսում։ Հիշեցնեմ, եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում։ Որ եկամուտները հայտարարագրման ենթակա չեն, կառավարությունը սահմանել է տեսակներն ու շեմերը։ Էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Ֆինանսների նախարարն է մանրամասներ ներկայացրել։ Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից սպասվող, նվազեցվող, չհաշվարկվող եկամուտները։ Ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերն ու թոռները։ Միաժամանակ սահմանվել է, որ կառավարությունը իրավասու է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր։ Նիստի մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել։ Առաջարկում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները եւ այլն, այսինքն ամբողջ ցանկը հավելվածով
նրանք, որոնք հայտարարագրման ենթակա են եւ որոնք ենթակա չեն, որոնք ունեն շեմեր, սահմանվում է հավելվածով։ Ժառանգությամբ ստացված դրամական միջոցները հասկանալի է, բայց գույքը լավ չհասկացա, պարոն նախարար, կներեք էլի մի հատ բարձաբանեք։ Սովորաբար ժառանգությամբ ստացված գույքը նաև ստացողի գնահատմամբ, որ գնահատվում եւ հայտարարագրվում է։ Այդտեղ եթե անշարժ գույքի մասին խոսք գնա մոտարկված արժեքը դեր ունի, թե անձը ինքնուրույն է գնահատում։ Ինքնուրույն գնահատում է։ Մեր սովորական աշխատող են մեծամասնության համար, ըստ էության բացի աշխատավարձից եւ այն վճարներից, որ մենք խոսում էինք, այլ ինչն է, որ իրենք պետք է ինքնուրույն ավելացնեն դրա մեջ, կարող ենք թվել, որ մի քիչ ավելի հասկանալի լինի։ Ամբողջ տեղեկությունը չի, որ մենք տիրապետում ենք եւ այնտեղ կա տեղեկություն, որը պետքա քաղաքացիները իրենք լրացնեն եւ սա ոչ միայն այդ նպատակն է հետապնդում, այսինքն հայտարարագիր ներկայացնելու, այլ նաեւ այդ եկամուտները հայտարարելու, որովհետեւ նախկինում մենք ունեինք կառուցակարգեր, որտեղ այդ ալ եկամուտները նույնպես պետք է հարկվեին, բայց չկար պլատֆորմ, որտեղ դա կարելի էր իրականացնել, այսինքն մարդը թղթային պետքա գնար պեկ չորդիմում լրացներ, ասել ես այսքան եկամուտ եմ ստացել եւ այլն, այսինքն սա նաեւ, այսինքն բացի ամեն ինչից ինքը նաեւ բարձեցնում եւ մատչելի է դարձնում այդ ալ եկամուտների ստացման հայտարարումը եւ դրա հարկերի վճարումը, իդեպ դրա մասով նաեւ ունեցել ենք հավելյալ եկամուտներ անցած տարի, որը եթե չեմ սխալվում 4 միլիարդ դրամից մի փոքր ավել է եւ կարծում եմ, որ այս պլատֆորմի հետ աշխատանքը եւ այդ փաստաթուղթը հետագայում այլ նպատակներով օգտագործելը կարող է նաեւ հետաքրքիր գործիք լինել մեր քաղաքացիայի իրավական հարաբերություններում նաեւ։ Անհատ ձեռնարկատերերը, ովքեր կամ անձիկ, ովքեր ինքնազբաղված են, տաքսի մեքենա են վարում, 3 տարի առաջ, եթե այդ մարդը ցանկանար իր եկամուտները հայտարարել, պիտի գնար պեկ լրացներ հայտարարագիր եւ հայտարար։ Հիմա միացել է պեկի հարթակին, ինքնաշխատ եղանակով, ամեն ամիս կամ չգիտեմ ինչ բարբերականությամբ, որ դա նախատեսված է, համ իր հարկերն է վճարում, համ այդ հարկերը վճարելու հետ միասին նաեւ հայտարարում են եկամուտները, որից այդ հարկերը վճարել է։ Այսինքն այդ եկամուտները հայտարարելու համար նույնպես առանձին եկամուտների հայտարարագիր գրելու կարիք չի լինի եւ պեկը իր ներքին տվյալների, շտեմարանների միջև կամուրջներ գցելով այդ տվյալները կտեղափոխի դեպի անձի հայտարարագիր։ Հետևաբար սա մի շարունակական գործընթաց է, որտեղ մենք ստանալու ենք բոլոր լուծումները թվային եղանակով։ Եթե մենք այսօրվա տեսանկյունից նույնիսկ չենք պատկերացնում, թե որոշակի հանգամանքներում ոնց կարող ենք այդ տվյալները մշակել եւ կոնսոլիդացնել, վստահ եմ, որ 2-3 տարի հետո այդ խնդիրը ընդհանրապես չի լինելու։ Տրամաբանությունը շատ պարզ է, երբ որ ամբողջ ծածկույթը լինի ռեզիդենտ ֆիզիկական անձհարկատուների, այլևս ստվերային եկամուտը լեգալիզացնելու ճանապարհը փակ է լինելու, որովհետև հիմա եւ ինքը եթե ամբողջական չի, դեռևս ենթադրենք հիպոթետիկ հնարավոր է ասել, որ այս մարդուց նվեր եմ ստացել կամ այս մարդուց փոխառություն, բայց երբ որ ամբողջական է լինում, արդեն չի ստացվում դա անել, որտեղ այն մարդու հայտարարագրում չկա տենց եկամուտ, որը հնարավոր է նվիրել։ Ես կարծում եմ մոտավորապես սխեմատիկ էսա մեր ռազմավարությունը, որը լավ առաջագնում եւ ես կարծում եմ լավ արդյունքներ է տալու։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության եւ ազգային ժողովի նախագահները։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքների հակազդման միջոցառումներին, նաև առցանց հարթակներում, այդ թվում սոցիալական ցանցերում երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերի։ Նախորդին էլ վարչապետը հանդիպել է Լեհաստանի նախագահի հետ։ Կարոլ Նավրոցկին ողջունել է վարչապետի այցն ու կարևորել Հայաստանի եւ Լեհաստանի ստորագրած ռազմատեխնիկական համաձայնագիրը։ Կարոլ Նավրիցկին համոզմունք է հայտնել երկու երկրները կշարունակեն զարգացնել եւ ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի եւ Լեհաստանի ակտիվ գործակցության կարեւորությունը, ընդգծել Լեհաստանի դերը Հայաստան-Եվրամիություն կապերի խորացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման եւ առաջմղման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։
Շարունակենք փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։ Պաշտպանական գերատեսչությունը երեկոյան հաստատել էր լուրը։ Մահացածը Աբովյանի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է եւ նա հայտնաբերվել է։ Արդյոք թոշակների բարձրացումը բյուջեի վրա մեծ բեռ չէ, հարցին ֆինանսների փոխնախարարն է պատասխանել։ Լրագրողների հետ զրույցում Արման Պողոսյանն ասել է, որ ամեն ինչ հաշվարկված է, ծախսը գնահատված։ Պողոսյանը նաև մեկնաբանել է, ինչու են որոշումը կայացրել հենց հիմա։ Կենսաթոշակների ավելացման, բարձրացման հնարավորությունը ուղիղ կապված է երկրի ֆիսկալ տարածքի հետ։ Այսինքն որքան հարկ է կարողանում գեներացնել երկիրը, որքան տնտեսական ակտիվություն է կարողանում գեներացնել տնտեսությունը եւ ինչ տեսակ ծախսեր կատարելու հնարավորություն է ընձեռում այս ամենը։ Եվ 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ բնականաբար այս հնարավորությունը գտնվել է ֆիսկալ տարածքի ըստ էության ազատվել 2026 թվականի համար ընդունված բյուջեում կլինեն համապատասխան փոփոխություններ, բնականաբար ծախսը գնահատված է եւ կայուն կանխատեսելի ֆիսկալ տարածք կա այս հարցը ի օգուտ մեր հարգարժան թոշակառուների լուծելու համար։ Բյուջեն ընդունվել է անցյալ տարեվերջին, նույնիսկ տարեվերջից բավական ժամանակ առաջ։ Այդ պահի դրությամբ իրողություններն այլ էին, կար որոշակի անորոշություն, պետք էր հասկանալ տարեվերջյան աճը ինչպիսի արագացում ունի եւ ինչ ֆիսկալ տարածք է ազատում։ Հետեւաբար շատ բնական, նորմալ վիճակ է։ Մինչև 1 միլիոն դրամ փոխանցումները չեն հայտարարագրվի։ Հայտարարագրման գործընթացում կատարվող փոփոխություններն է ներկայացրել ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետը։ Արթուր Ալեքսանյանն ասել է, որ եթե ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500,000 դրամ, նույնիսկ եթե 1 ամսվա ընթացքում ստացել է 3 անգամ, դա կարող է չհայտարարագրվել, որովհետեւ 1 անգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 միլիոնը։ Բայց եթե օրինակ ամբողջ տարվա ընթացքում 1 անգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են 1 միլիոն դրամը, դա արդեն հայտարարագրման ենթակա է։ Ինքը միանվագ գործարքներին է վերաբերվում, տարեկան կամ ամսական երևույթ ստեղ չունենք, այսինքն եթե օրինակ, մեկ օրինակ բերեմ էլի, եթե որևէ ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500,000 դրամ, նույնիսկ 1 ամսվա ընթացքում 3 անգամ, դա կարող է չհայտարարել, որովհետև մեկ անգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 միլիոն դրամ, բայց եթե օրինակ ամբողջ տարվա ընթացքում մեկ անգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են 1 միլիոն դրամը, դա արդեն իսկ հայտարարագրման ենթակա է։ Խոսքը վերաբերվում է չհարկվող եկամուտներին։ Այսինքն Իրանից հարկ չի առաջանում, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել, թե պետական բյուջե որքան հարկային մուտքեր կլինեն, կավելանան, թե կպակասեն։ Ստեղ նշված եկամուտները, եթե անձը, չգիտեմ, 1 միլիոն դրամ հայտարարագրեց, թե 1 միլիարդ դրամ, դրանից 1 դրամ պետական բյուջեի եկամուտներում փոփոխություն չի լինելու, քանի որ խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին։ Բոլոր հարցերը քննարկվելու եւ լուծում են ստանալու առողջապահության նախարարը ներկայացրել է բուժաշխատողների աշխատավարձերի փոխհատուցման մեխանիզմը։ Անահիտ Ավանեսյանն ասել է, որ բուժաշխատողների հետ առցանց քննարկումները շարունակվում են, բոլոր հարցերը քննարկելու են եւ վստահաբար լուծում են ստանալու։ Նախկինում ինչով ապահովագրության ներդրումը մեր սիրելի նեղ մասնագետները ունեին ֆիքսված աշխատավարձ։ Անկախ նրանից 5 հոգու էին սպասարկում, թե 25, նրանք ստանում էին որոշակի ամսական աշխատավարձ, ելնելով բեր կապիտալից, թե քանի ունեն կցագրված իրենց շրջանում քաղաքացիներ։ Բայց մենք հասկանում ենք, որ մարդուն վարձատրելու մեխանիզմում պետք է լինի բազային եւ իհարկե աշխատանքի ծավալից կախված փոխհատուցում։ Դրա համար ապահովագրության շրջանակներում նախին ֆիքսված տեր կապիտալ հաշվարկող բազային հատվածը մնացել է միայն պետպատվերի մեր քաղաքացիների համար, իսկ ապահովագրության շրջանակներում արդեն փոխհատուցվում է ամեն դեպքով։ Այսինքն, քան խորհրդատվություն կիրականացնի նեղ մասնագետը, այնքան ուրեմն անգամ կստանա փոխհատուցման գումար։
Հիմա փաստացի նայենք, եթե նեղ մասնագետը նախկին համակարգով ֆիքսված իր գծագրված բնակչության աշխատավարձը օպտիմալ թվերն է սրա, կազմում են 235,000 բժիշկինը և 120,000 բուժ քրոջը, ես դա խոսում եմ ամբողջ դրույքով աշխատանքի մասին։ Եվ իհարկե տարիքային տարբերություններով էլի փոխվում էր գծագրված բնակչության օպտիմալ թվերը, այսքան էին կազմում։ Հիմա տեսնենք, թե ամսում կատարելով ապահովագրության համակարգ ինչպես է ձևավորվում աշխատավարձը։ Եվ այսպես, այսօր մեր նեղ մասնագետները ստանում են բազային աշխատավարձ միայն այն անձանց հաշվարկով, ովքեր ապահովագրված չեն, այսինքն այս կտորով նրանց աշխատավարձի ֆիքսված մասը մնում է։ Եվ այս թվերը ձևավորվում են էլի համամասնությամբ մեր բնակչությունից ովքեր են պետպատվեր, նրանց հաշվարկով տեսնում են 35,000 դրամ կազմում է այդ բազային կտորը։ Հիմա գանք արդեն ապահովագրված անձանց մասով, տեսեք, եթե բժիշկը ամսվա ընթացքում իրականացնի 75 խորհրդատվություն և 34 այց, որը կազմում է օրը 4 խորհրդատվություն, 1 այց, նրա աշխատավարձը ապահովագրության շրջանակներում և գումարած բազայինը ավել է կազմելու, քան 235,000 դրամ։ Սիրելի բուժաշխատողներ, օրը 4 խորհրդատվություն և 1 այց, բայց ես վստահ եմ, որ դուք ապահովագրության շրջանակներում սպասարկում եք ավելի մեծ թվով քաղաքացիների, այսինքն ամսվա կտրվածքով միանշանակ ձեր խորհրդատվությունների քանակից ելնելով ձեր աշխատավարձը այնինչ ստանում եք ավել է կազմելու ապահովագրության ներդրման հենց հետևանքով։ Սիրելի բուժաշխատողներ, այս համակարգի ներդրումը մենք արել ենք և անում ենք միասին։ Ես առաջարկում եմ, որ մարտին, երբ որ կստանաք փետրվարի և հունվարին չմուտքագրված այցերի հաշվարկով ֆինանսավորումը և աշխատավարձը, եթե դրանից հետո ձեզ մոտ կլինեն հարցեր, առաջարկներ, հիմնավորումներ, ես ձեզ առաջարկում եմ հանդիպում ինձ հետ, սիրով կընդունեմ բոլորին, անհատապես վերլուծելու ինչքան է կազմել աշխատավարձը և արդյոք այն նվազել է և ինչ պատճառով է նվազել, ես ձեզ վստահեցնում եմ։ Ես ձեր շահերի նաև պաշտպանն եմ։ Այո, մենք պիտի գտնենք մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու, մեր բուժաշխատողների շահերի այդ ամենակարևոր խաչմերուկը։ Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցն է։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել X-ի էջում։ 1988-ին ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելություն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար, նշված է հայտարարության տեքստում։ Միանում ենք հայերին սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Facebook-յան էջում հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։ Այսօր մենք միանում ենք հայերին սգալով և տուրք մատուցելով 1988 թվականին Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին, ասված է դեսպանության գրառման մեջ։